թեմա, որը ունեմ սրտում, ասում եմ ասել, եղել է ժամանակ, որ ինչ-որ անորոշության մեջ ես եղել, լավ վաղը ինչ, բա հետո ինչ, բա այս բանը ոնց անեմ, բա ոնց է լինելու, ինչ ենք անելու, ինձ թվում է նման հարցեր մեր առօրյայում միշտ էլ հանդիպում են, որ մտածում ես ու հաճախ այդ անորոշությունը բերում է քեզ ընկճվածության մեջ, բերում է քեզ տանջանքի մեջ, տառապանքի մեջ, բերում է դեպրեսիայի, լինում է խորը դեպրեսիա, այդ բոլոր մտքերը, ապագայի հանդեպ անորոշությունը, քեզ տանջում են, քեզ չէ, լինում են մարդիկ, ում տանջում են, և ես ունեմ լավ լուր, մեր Տեր Աստված ունի պատասխան ամեն իրավիճակի համար և նման պահերի համար, երբ դու կանգնած ես ու ասում ես, ես չգիտեմ, Տերը ասում է, ես գիտեմ։ Ամեն։ Հալելույա։ Հիմա ես կարդամ Աստծո պատասխանը մեր կյանքի ամեն իրավիճակների համար։ Ուզում եմ կարդալ Երեմիա 29-րդ գլխի 11-ից 14-րդ խոսքերը։ Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը, և դուք կկանչեք ինձ և կգնաք ու աղոտ կանեք դեպի ինձ, և ես կլսեմ ձեզ, և դուք ինձ կորոնեք և կգտնեք, որովհետև ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտովը, և ես կգտնվեմ ձեզ համար, ասում է Տերը, այսքանը։ Նայեք հիմա, սկսենք սկզբից, որովհետև ես գիտեմ։ Շատ իրավիճակներ մեր կյանքում մենք չգիտենք, ու ցավալին այն է, որ չենք էլ իմանում որտեղ պատասխան փնտրենք, որտեղից գտնենք ինչ-որ ելք, ուղի, ճանապարհ, Տերն ասում է, որովհետև ես գիտեմ։ Տերը ունի ծրագրեր ամեն մեկի կյանքի համար, խորհուրդ նշանակում է ծրագիր, պլան, մտադրություն, այսինքն ինչ-որ մի բան, որ ծրագրել է, ինչ-որ մի բան, որ մտածում է, այսա այսպես կլինի, մենք ծնողներս ինչպես ենք, չէ, ասենք մտածում ենք, մանավանդ որ երեխաները փոքր են, ծրագրում ես, կգնա լողի, կգնա բարի, հետո ես կանի նկարչությունը, դասերը, դպրոցը, սա, այսինքն դու ծրագրում ես, ինչից ելնելով, երեխային օգուտ բերելուց ելնելով, ճիշտ է։ Եվ Հիսուս Քրիստոսն ասում է, դուք որ չար եք, երկրավոր հայրեր, ծնողներ, առավել ևս ձեր երկնքի հայրը։ Հիմա եթե մենք մեր երեխաների մասին կարող ենք ինչ-որ լավ բան, խորհել, մտածել, ծրագրել, առավել ևս մեր երկնային արքան, մեր երկնային հայրը, ուրեմն հիմա ամեն մեկդ մտածեք այդ ձեր իրավիճակների մեջ, որ անորոշություն է դիմացդ, որ չգիտես, ինչ անես, ոնց անես, մենք Աստվածաշնչում շատ տեղեր ենք տեսնում, չէ, որ տարբեր հերոսներ, մանավանդ Դավիթ թագավորը դա շատ էր անում, երբ որ ինչ-որ դժվարության առաջ էր կանգնում, ինքը փակվում էր, աղոթում էր, ասենք ինչ-որ պատերազմի պետք է գնար, ասում էր, Տեր գնամ, կհաղթեմ, թե չեմ հաղթի, գնամ, թե չգնամ, ու Տերը իրեն պատասխան տալիս էր։ Եթե մտածում ես, ասված չի պատասխանի, մենք հիմա կկարդանք, կհասնենք դրան, կպատասխանի։ Հիմա մտածիր քո այդ իրավիճակի մասին, որ դիմացը անորոշություն է, չգիտես, ինչ անես, ոնց է լինելու, ինչպես է լինելու։ Հիմա այդ իրավիճակի վրա, որ դու ասում ես, բայց ես չգիտեմ, Տերն ասում է, որովհետև ես գիտեմ։ Այն խորհուրդները, այն պլանները, ծրագրերը, որ խորհում եմ, որ մտածում եմ ձեր մասին, հիմա ինքդ քեզ ասա, Տերը
ունի ծրագրեր իմ մասին։ Տերը ծրագիր ունի իմ կյանքի համար։ Ինքը բան է մտածել ինձ համար։ Ասում է Տերը։ Եվ հետո հաջորդ ասում է խաղաղության, մյուս թարգմանության մեջ գրած է բարության, խաղաղության խորհուրդները եւ ոչ թե չարության։ Գիտեք, մարդիկ հաճախ վախենում են Աստծո կամքից, Աստծո ծրագրերից, տեսեք, ես Աստծի ասված ունի ծրագիր, եւ գուցե գտնվեն մարդիկ, որ ասեն, բայց ես ինչ իմանամ, այդ Աստծո ծրագիրը ես ուզում եմ, այդ թե չէ։ Հիմա հասանք այդ կետին։ Տերը ունի խաղաղության, բարության ծրագրեր եւ հենց անձամբ Տերն է ասում եւ ոչ թե չարության։ Տերը չունի չար խորհուրդներ մարդկանց մասին։ Աստծո խոսքացում է, որ չար խորհուրդներ կառուցողը սատանան է։ Իսկ Տիրոջ ցանկացած ծրագիր մեր կյանքի համար խաղաղության, բարության ծրագիր է։ Ինչ է խաղաղությունը։ Դու ուզում ես, որ խաղաղ ապրես քո տան մեջ, քո ընտանիքում, քո երկրում, որտեղ որ ապրում ես։ Ամեն մեկը սա ուզում։ Խաղաղությունը եւ գլոբալ համաշխարհային երկրի կարող է լինի եւ ցանկացած տան, ընտանիքի, օջախի եւ ամեն մեկս դրա կարիքն ունենք։ Հիմա Տերը ասում է, ես անձամբ քո համար ունեմ խաղաղության ծրագրեր, խաղաղության խորհուրդներ եւ ոչ թե չարության։ Շատ կարեւոր է, որ մենք իմանանք Աստծո կամքը կոնկրետ։ Գիտեք, մի քիչ կարող է սուր հնչի, բայց եկեք չլղոզենք Աստծո կամքը։ Աստծո կամքը հստակ է։ Եկեք ասած ամեն ինչը չգցենք Աստծո վրա։ Գիտեք, հաճախ սատանայի ծրագրերը, անձամբ մարդկանց սխալները, մարդը ինքը իր սխալները գցում է Աստծո վրա։ Այսինքն, նախ ասեմ, որ սատանան, այո, եթե մարդը Տիրոջ պաշտպանության տակ չի, ինքը կարող է ծրագրեր շինի, իրականացնի մարդկանց կյանքերում։ Գիտեք, հաճախ մարդիկ ասում են, դե ինչ սատանա, լավ, ասում ես Աստծուն հավատում ես, հա իհարկե հավատում եմ, ասում ես, բայց սատանան էլ կա, որը ծրագրերը անում, ուզում է կործանի, փչացնի, սպանի, ինքը ասում է, դե լավ, ինչ սատանա։ Լսեք, եթե կա բարին, կա նաև չարը, եթե կա լույսը, կա նաև խավարը, եթե մարդը հավատում է Աստծուն, ինքը պետք է նաև հավատա, որ կա սատանան, և ինքը պետք է տգետ չլինի սատանայի խորհուրդների գործերի հանդեպ, հասկանա, որ կա սատանա, որը ունի ինչ-որ ծրագրեր, և գիտեք, լինում է, որ մարդիկ իրանց մեղքերի պատճառով, սխալների պատճառով ընկնում են սատանայի ճիրանների մեջ, սատանան չար ծրագրեր իրականացնում է իրանց կյանքում, հետո իրանք ասում են, դե երևի Աստծո կամքն էր սենց։ Մարդը սրտանց հավատում է Աստծուն, բայց ինքը չի ճանաչում Աստծուն, չի ճանաչում, որն է Աստծո կամքը իր կյանքի համար։ Նորից ասեմ, չլղոզենք Աստծո կամքը։ Եկեք տարբերենք, ինչն է սատանայի գործը մարդու կյանքում, ինչն է սխալների պտուղը, սխալներն ունենում են պտուղներ, եթե չկանգնես, չապաշխարես, չկտրես դրանց արմատը։ Մարդիկ կարող են գործել սխալներ, բայց այդ սխալը բերում է հետևանք, ու մարդիկ հաճախ իրենց սխալների հետևանքները քաղելով, ասում են, դե երևի Աստծո կամքն էլ սենց էր։ Մի գցի քո սխալների պատճառը Աստծո կամքի վրա։ Աստծո խոսքն ասում է, մեղքի վարձքը մահն է։ Մեղքի կյանքով ապրում են, մահը ստանում են իրանց կյանքում, քաղում են մահը, հետո պտտվում ասում են, դե Աստծո կամքը երևի սենց էր։ Կամ մի հատ խոսք է, Աստված լավագույններին տանում է։ Երբեք չընդունես այդ միտքը։
Աստված իր լավագույններին երկար կյանք շնորհում, պարգևում, ընդհանրապես Աստծո համար բոլորս ենք լավագույն, իր զավակներն ենք, ու Աստծո խոստմունքն է, այո, երկար, առողջ, օրհնված կյանք։ Այնպես որ մեղքի վարձքը մահն է, Աստծո կամքը չի մահը։ Այո, Աստծո պարզա անմահ մարդ չկա այս երկրի վրա, բայց ասում է խոր ծերություն, օրերովդ կշտացած եւ առողջ վիճակում այդ վերջի Տիրոջ մոտ գնալը, դա այլ մահել չի։ Դա ուղղակի մարդը մի վայրկյանում հայտնվում է Տիրոջ մոտ։ Ես այս մահի մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ վաղաժամ մահի մասին, տանջալից մահի մասին, ես խոսում եմ, չգիտեմ, հիվանդությունների մասին։ Եկեք այդ ամեն ինչը չգցենք Աստծո կամքի վրա։ Հիմա կարդանք Աստծո կամքի բանաձևը։ Հռոմեացիս 12:2 Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ մտցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին և կատարյալը։ Մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Այս աշխարհի ինչ ասես կասի, այս աշխարհի ինչ ասես ուր ասես գնում է։ Այս աշխարհը, չգիտեմ, ասում է Աստված չկա, այս աշխարհն ասում է Աստված սխալվել է, որ արու եք հաստեղծել։ Ինչ ասես այս աշխարհը կարող է ասի։ Ասում է մի կերպարանվեք, այսինքն կերպարը մի ընդունեք, այդ տեսքը մի վերցրեք ձեր վրա։ Այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, այսինքն ձեր միտքը նորոգեք, վերականգնեք Տիրոջ խոսքով։ Ինչ է ասում Տիրոջ խոսքը, ոչ թե այս աշխարհի ընթացքը, ոչ թե նորությունները, ոչ թե չգիտեմ ովքեր։ Որ դուք քննեք, նայեք, ասում է քննեք, մտածեք, Աստված տվել է մեզ մտածելու կարողություն, որ մտածենք, որ նա չարին, որ նա բարին կներեք, որ նա չարը, որ նա ճիշտ, որ նա սխալ։ Ասում է այս աշխարհի կերպարանքը մի ընդունեք, այլ քննեք, նորոգվեցեք ու քննեք, մտածեք, գցեք բռնեք, թե ինչ է Աստծո կամքը ու բացատրում աստեղ բարին, հաճելին և կատարյալը։ Այս երեք խոսքը Աստծո կամքի բանաձևն է։ Քո կյանքում ինչ իրավիճակներ ուզում ա լինի, ամեն ինչ անցկացրու այս բանաձևի միջով։ Բարին, հաճելին, կատարյալը։ Հիվանդություն։ Բերում ես այս երեքի մեջ ես մտցնում։ Հիվանդությունը բարի է, ոչ, հաճելի է, տեսել ես մի մարդ որ ասի, «Օ, ես ինչ հաճելի հիվանդ եմ»։ Հիվանդությունը կատարյալ է, ոչ, հիվանդությունը դա անեցք է։ Ու նայում ես, եթե այս երեք բառի մեջ, այս բանաձևի մեջ չի տեղավորվում, ուրեմն 100% համոզված եղիր, դա Աստծո կամքը չի։ Ու եթե ինչ-որ բաներից ելնելով մարդիկ չեն կարողանում հաղթահարել, մարդիկ չեն ունենում այդ ուժը, հավատքը, պայքարելու, հաղթելու, սատանայի գործերը քանդելու ու վերջում պարտություն են կրում, պետք չի ասել, դե լավ երևի Տիրոջ կամքն էր տենց, ոչ, ավելավա կանգնելու ասել, չկարողացանք, միաբան չեղանք, ուժներս չհերիքեց, հավատքներս չհերիքեց և նման տիպի բաներ, բայց չգցենք սատանայի գործերը Տիրոջ վրա։ Գիտեք շատ ինքը, միան դուք պատկերացրեք, երբ որ ինչ-որ, ոնց ասեմ, չար բան է եղել, ու մեկը ասում է, դա դու ես արել։ Հիմա եկեք սենց պատկերացնենք, ինչքան քեզ վատ ես զգում, կարող է ոչ մի բան չանես, կարող է լռես, բայց ասում ես, միթե ես այդպիսին եմ, միթե ես այդպիսի վատ բան կանեի, չես մտածի տենց, կմտածես։ Մարդիկ Աստծուն չեն ճանաչում, որ այդպես են ասում։ Սատանայի գործերը ասում են, դե Աստված ուրեմն արեց։ Միթե այդ Աստված այդպիսին է։ Ճանաչիր Աստծուն,
ճանաչիր Աստծուն խորապես եւ հիշիր այս երեքը բարին, հաճելին, կատարյալը դա բանաձևն է Տիրոջ կամքի աղքատությունը մարդիկ ասում են դա Աստծո կամքն է որ սենց ճգնավորի կյանքով ապրենք աղքատությունը բարի է աղքատությունը հաճելի է շատ հաճելի է փող չունենալ սոված նստել ինչ որ չիմանաս ինչ հագնես ցրտերը գալիս է բարակ շորով ես մնացել կոշիկները ճղվել են հաճելի է դա մարդ կա այս աշխարհում որ իրան հաճելի է նման կյանքը ինձ թվում է չկա չմտավ ես հաճելիի մեջ կատարյալ է ինչ որ այսենց աղքատության մեջ ապրող մարդը կատարյալ ապրում է չմտավ բանաձևի մեջ ուրեմն դնում ես մի կողմ ու հասկանում ես որ այստեղ սատանան է գործել հափշտակել բերել դժվարություններ խնդիրներ եւ այլն մարդիկ մեկ էլ ասում են դե էս էլ երևի իմ խաչն է ասենք տանը անդադ անհաշտությունը լսի քո ինչ ասեմ կին ամուսին քույր եղբայր խաչը չի ինքը քո կինն ամուսինն է չգիտեմ քույրը դա եղբայրը դա որոնց հետ Աստծո կամքն է որ դու խաղաղությամբ ապրես քո ընտանիքում մարդիկ ուղղակի չեն հարմարվում են այդ իրավիճակի հետ չեն ձգտում չեն ջանք գործադրում, որ փոխեն իրավիճակը։ Դե լավ, ես էլ իմ խաչն է, դե յոլա կգնամ մինչև կյանքից վերջն է սենց կապրեմ։ Ու տենց է ապրում է, որտեվ չի ուզում փոխի, ու ցավալինն է, որ մտածում է, դե լավ, Աստծո կամքն էլ իմ կյանքի համար սենց է։ Անհաշտ տունը մտնում է բարի հաճելի կատարյալի մեջ։ Չի մտնում։ Ոչ ոք չի ասի, բայց այնց հաճելի է իմ տանը, անդադ իրար հետ կռիվ են կանում։ Չի մտնում, չէ՞ մեջը։ Ուրեմն դա էլ Աստծո կամքը չի։ Ճանաչեք Աստծուն ճանաչելով նրա կամքը իմանալով դու տեսնում ես որն է Աստծուց, որը սատանայից ու արդեն դու կարողանում ես հակառակվել սատանայի գործերին, հակառակվել սատանայի խորհուրդներին ու ծրագրերին ու արդեն ուրիշ ձևի սկսես աշխատել։ Ու Աստված ասում է խաղաղության խորհուրդները եւ ոչ թե չարության։ Ու երբեք մի վախեցեք Աստծո կամքից։ Ես շատ եմ տեսել, որ մարդիկ գիտեն, որ նա Աստծո կամքը, բայց իրանք ռիսկ չեն անում մտնել դրա մեջ, որտեղ մտածում են իրանց մտածած ծրագրերը ավելի ճիշտ են ու լավն են, քան Աստծունը։ Հավատա Աստծուց լավ քո մասին հաստատ դու չես մտածի։ Ասեմ, որ դա գալիս է Տիրոջ սխալ ճանաչելուց նորից։ Եթե մարդը իրականում ճիշտ ձևով ճանաչում է Տիրոջը, ինքը կգիտակցի, որ Տիրոջ ծրագիրը իր կյանքի համար կատարյալ է։ Ու մարդիկ Աստծուն չճանաչելով, լինում է, որ սենց աղոթքի մեջ իրանք հստակ խոսք ունեն Աստծուց։ Ես գիտեմ Աստված ասել է սենց անեմ, անում ես, չէ։ Լսի չես վախենում։ Չգիտեմ, ունեցեք այդ Աստծո երկյուղը ամեն ժամանակ, որ հենց Աստված մի բան ասում է, վազես անես։ Ոնց չես վախենում, իմանալով ինչ պիտի անես, չանես։ Մենք ունենք լավ օրինակ Աստվածաշնչում, չէ՞, Հովնանը, Աստված ասեց գնա, Նինվե, Հովնանը գնաց, Թարսիս եւ այլն, հիմա այդ պատմությունը չեմ պատմի։ Աստծո կամքն էլ, ինքը գիտեր, լավ գիտեր, Աստված իրան ինչ ասել, ինքը ասեց, չէ, չեմ ուզում, ես տեղ եմ ուզում գնամ, հետո վերջը մեկը գնաց այնտեղ։ Այդ էլ Տիրոջ ողորմությամբ։ Ինքը կարող էր ծովում խորտակար եւ վերջ դրանով Հովնան մարգարեի կյանքը կվերջանար։ Բայց Աստված բարի է եւ ողորմած։ Ամեն, հալելույա։ Հալելույա։ Ճանաչիր Աստծո կամքը հստակ ու մի վախեցիր դրանից։ Նորից ասեմ բանաձևը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն։ Շարունակենք։ Մյուս խոսքը, որ ձեզ տամ ապագան եւ հույսը։ Ապագան։
չգիտեմ, աշխարհում բոլորը գնում են, բոլորը չէ, մարդիկ ձգտում են, էլ գուշակներ, էլ աստղեր, էլ չգիտեմ ինչեր, որ ապագա իմանան, որ տեսնեն ինչ ա լինելու, ոնց ա լինելու։ Աստված ասում է, ես ծրագիր ունեմ քո կյանքի համար, որ քեզ տամ այդ ապագան։ Աստծո մոտ է ապագան։ Աստված ունի հրաշալի ապագա, իդեալական ապագա, բարի, հաճելի, կատարյալ։ Կատարյալը ինքը ամենալավն է։ Դա է Աստծո ապագան, Աստծո ծրագրած ապագան մեր կյանքերի համար։ Ասում է եւ հույսը։ Հույսը ինքը շատ կարևոր բան է, որովհետեւ մարդը երբ որ իր հույսը կորցնում է, ցանկացած բնակավարում, ցանկացած իրավիճակում, դրան կարող է հետևեն շատ վատ բաներ, խնդիրներ։ Աստված ասում է, ես ունեմ հույս։ Ես ունեմ հույս ամեն իրավիճակի համար։ Կլինի դա ընտանեկան, կլինի դա առողջական, կլինի դա ֆինանսական, կլինի դա ցանկացած։ Ասում է, որ ձեզ տամ, որ ես մի բան չունենամ, չեմ կարող, չէ՞ տամ։ Որ Աստված ասում է, որ ձեզ տամ, ուրեմն է իր մոտ է, որ ձեզ տամ ապագան եւ հույսը։ Այսինքն, եթե այդ անորոշությունը աչքերիդ առաջ փակել է ամեն ինչ, Աստված ասում է, ես ունեմ դա, ես ունեմ հույսը, որը կբերի քեզ այդ ապագային, բարի, հաճելի, կատարյալ ապագային։ 12-րդ խոսքը. Եվ դուք կկանչեք ինձ։ Շատ կարևոր խոսք։ Նայեք, հիմա կարող է ասեք, բա ինչի ասենց հակասում, Աստված ունի ծրագրեր, բայց ասում է կկանչեք ինձ եւ կգնաք ու աղոթք կանեք դեպի ինձ։ Հաճախ մարդիկ ասում են, դե որ Աստված գիտի, էլ ինչի ես աղոթեմ։ Լսի, քո երեխաների համար գիտես, չէ ինչա պետք, բայց ինչ չես խոսում քո երեխեքի հետ։ Խոսում ես, չէ, խոսում ես, շփվում ես, մի հատ ուզում ես հասկանաս, ինչա մտածում, ինչա կարծում, ոնց է ուզում, կարող է դու ասենց ինչ որ մի քանի հարց տաս, որ իր սրտինը դուրս գա, ճիշտ է։ Դու սիրում ես խոսալ քո երեխայի հետ, շփվել, պարզել։ Աստված ասում է կգնաք, կկանչեք ինձ ու կգնաք ու աղոթք կանեք դեպի ինձ։ Ինչի աղոթել։ Աղոթես, որ նախ դեմ առ դեմ հանդիպես Տիրոջը, ճանաչես Տիրոջը։ Որտեվ աղոթքը միայն էս եմ ուզում, էս դուր, չգիտեմ, էս սենց այնց, դա չի աղոթքը։ Աղոթքը շփում է, աղոթքը ներկայության վայելում է։ Դու կարող ավագի լուր մնաս Տիրոջ ներկայության մեջ ու այդ լռության մեջ ճանաչես Տիրոջը, որտեղ ինքը պատում է իր փառքով ու ներկայությամբ աղոթքի մեջ։ Աղոթքի մեջ դու հոր սիրտն ես ճանաչում։ Դու հասկանում ես ինչ է ինքը ուզում քեզ համար։ Իսկ եթե մտածես, դե որ գիտի հենա ինչի աղոթեմ, թող տա։ Գիտեք, դա հպարտություն է, մեծամտություն է։ Մարդը հաճախ չի էլ ուզում ծունկ ծալի, Տիրոջը մի բան խնդրի։ Կամ տենց մարդիկ հավատացեք։ Դե Աստված գիտի, թող տա։ Աստված կներեք պարտք չի քեզ, որ տենց դու մի հատ սենց անես, ինքը սենց բերի փռի։ Դու չես ուզում մի հատ գնաս խոնարհվես, մի հատ ծնկի իջնես, մի հատ իր ներկայության մեջ մնաս, մի հատ ասես Տեր, սիրում եմ քեզ, շնորհակալ եմ իմ առողջության, իմ ընտանիքի համար։ Հիսուս Քրիստոսը ինքը գնում էր ամբողջ գիշեր աղոթքի մեջ էր անցկացնում։ Չմտածես, որ դու կարող ես իրանից առավել լինել, որ կարող ես առանց աղոթելու սենց գնաս, նմր ասում է, աչ ու ձախ զարկելով գնաս առաջ։ Հիսուս ամբողջ օր անցկացնում էր հրաշքների, զորության, Տիրոջ ներկայության մեջ, հետո գիշերը գնում էր աղոթքեր անում։ Այդ աղոթքն էր տալիս իրան այն զորությունը, իմաստությունը,
որ հաջորդ օրը նորից ինքը ասենք աներ այն ինչ պետք է աներ։ Այդ աղոթքի մեջ է, որ Հիսուսն ասում է, Հայր, գիտեմ, որ ինձ լսում ես։ Որտեղից գիտեր, այդ աղոթքից գիտեր ինքը, որովհետև ինքը աղոթքի մեջ հոր հետ խոսում էր։ Եկեք մեզ Հիսուսից բարձր չտասենք։ Աղոթքը շատ կարևոր է։ Եվ շարունակում եմ, և ես կլսեմ ձեզ։ Գիտեք, տեսել եմ մարդկանց, ովքեր չեն հավատում, որ Աստված իրանց աղոթքին կլսի։ Երբ որ սկզբից ասած կարդում ենք, հատ Աստված բացատրում է, ես ունեմ սա, դու գնա արա այսպես, չի ասում, դու կկանչեք ինձ, կգնա քո աղոթք կանեք դեպի ինձ, և ես կլսեմ ձեզ։ Եթե իմանաս, որ Աստված լսում է քո, չեմ ասում նույնիսկ ամեն մի բառը, ամեն մի սրտի փոքրիկ ցանկությունը հենց մեջդ բարձանում է, Աստված լսում է։ Ես հավատում եմ, որ դու չես զլանա ավելի շատ աղոթելուց։ Աստված ստանում է, ասում է, և ես կլսեմ ձեզ։ Կլսեմ։ Հետո շարունակում է 13-րդ խոսքը։ Եվ դուք ինձ կորոնեք և կգտնեք։ Տեսեք ասում է, և դուք ինձ կորոնեք և կգտնեք։ Սա Տիրոջ խոստմունքն է։ Չի ասում, կփնտրես, տենց էլ դատարկության մեջ կմնաս, չես գտնի, կորոնեք և կգտնեք։ Բայց այս ամեն ինչը ինքը պրոցես է։ Դու պիտի որոնես, այսքան ես նստած տեղը չես էլի, որ հատե ես ստեղ եմ, Աստված գտի ինձ, Աստված վաղուց գիտի քո տեղը, կեզ ծնված օրվանից է գտել, չերել գորել իր աչքերից, ամեն փառք Աստծո, բայց ասում է կորոնեք, այսինքն դու որոնես Տիրոջ, ոնց ասեմ, կամքը, Տիրոջ ծրագրերը, այս պահին ինչ պետք է անես, անընդհատ մեջդ քննես, որն է ճիշտ, որն է սխալ, քննես ինչ պետք է անես։ Չէ հեսո 1:8-ում որ ասում է գիշեր ցերեկ, խորհես այս օրենքի գրքի վրա եւ հաջողակ կլինես։ Գիշեր ցերեկ, այսինքն անընդհատ, դու անընդհատ մտածես, ամեն իրավիճակում, տանը, ուսման մեջ, աշխատանքի տեղը, չգիտեմ, ընտանիքում, ընկերական շրջապատում, փողոցում, ամեն իրավիճակում, ամեն վայրկյան, ամեն բան դու մտցրու Տիրոջ կամքի մեջ, Տեր, ինչ անեմ հիմա։ Օրինակ, դու ինչպես կվարվեր Հիսուս այս իրավիճակում, այդպես մտածեք։ Միշտ ապեք բարկանալ, միշտ ապեք հապճեք պատասխան տալ։ Մի րոպե կանգ առեք, մտածեք։ Տեր, եթե դու լինեիր իմ տեղը, ինչ կանեիր։ Ասենք, չգիտեմ, ինչ-որ ապորինի, ինչ-որ գործ է, լավ գործ է, գիտես ինչքան փող են տալու։ Մի հատ մտածի, Հիսուսը քո տեղը, որ աշխատեր, այդ գործը կաներ, եթե ներսումդ սենց համոզված ասում ես կաներ, ուրեմն Հիսուսին կարդա ավետարանը ճանաչի Հիսուսին, բայց եթե գիտես, որ չեր անի, ուրեմն դու էլ մի արա։ Ամեն բան չի, որ ամեն սենց լավ առաջարկ, որ ինքը ճիշտ է, ինքը Տիրոջ կամքն է, ամեն բան քննի, Հիսուսն ինչ կաներ։ Օր ու գիշեր ասում է խորհի իմ խոսքի վրա, օր ու գիշեր ամեն իրավիճակում, այսենց բան է եղել, այս մեկը սենց է ասել, այս ինչը սենց է եղել, ես ինչ անեմ։ Հավատա, երբ որ փնտրես, կգտնես պատասխանը, Տերը կբացի, Տերը ճիշտ մարդիկ կբերի կողքդ, ասում է ծարավները կհագենան, որովհետև երբ որ դու ծարավ ես Տիրոջ կամքին, ծարավ ես Տիրոջը,
կտեսնես նրան քո կյանքում, դու կտեսնես, թե Տերը ոնց է գործում քո կյանքում, երբ փնտրես, որտեվ ասում է, եւ ինձ կորոնեք ու կգտնեք, երբ որ դու ինչ-որ անորոշության մեջ որոնում ես Տիրոջը, այսինքն որոնում ես Տիրոջ կամքը, ինչպես վարվեմ, ինչ անեմ, դու կգտնես ելք լուծում այդ իրավիճակից Հիսուսի զորավոր ու փառավոր անունով։ Հալելույա։ Եվ հավատա, որ չի լինի, որ փնտրես ու չես գտնի։ Հավատա, որ չի լինի։ Եթե դեռ մտածում ես, որ մենք Աստված ինձ չի լսում, ուրեմն դեռ չես ճանաչում Աստծուն։ Ուրեմն փորձիր բացել սիրտդ նրա առաջ, փորձիր ճանաչել ով է ինքը։ Աղոթի, էլի աղոթի։ Գիտեք, մի աղոթ կանել ու ասել դե Աստված չլսեց ու էլ կյանքում չաղոթել։ Նախ չգիտես, կան անպատասխան աղոթքներ, բայց դրանք անպատասխան չեն։ Ուղղակի լինում է, որ Աստված քո ուզածով չի անում ամեն ինչ։ Լինում է, որ ինչպես ես սկզբում ասեցի, չգիտեմ, սատանայի գործերն է, մեղքի վարձքն է եւ այլն, այդ ամեն ինչի հետևանքով եկել է վատ բաներ, ու մարդը այդ իրավիճակում ասում է Աստված դե փրկի, բայց արդեն շատ ուշ է։ Ու մարդը ասում է դե Աստված չլսեց, ինքը չի ասում ես սխալ կյանքով եմ ապրել, այսօր այդ սխալների պտուղներն եմ քաղում, դրա համար այս վատ բաները եկան իմ կյանքի մեջ։ Հետո շարունակում է, որովհետև ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով։ Սա շատ կարևոր է։ Երբեք չլինես մեծամիտ, որ ոնց ասեմ, դե Աստված, լավ, ես աղոթեմ Աստված կլսի, չէ, երբ որ մի բան ես խնդրում Աստծուց, խոնարհությունով խնդրի, շնորհակալությունով խնդրի, գոհությունը ինքը դռներ է բացում, որ խնդրում ես Աստծուն, ասա Տեր շնորհակալ եմ քո պատասխանի համար, եթե ունես ինչ-որ տկարություն մարմնիդ մեջ, ասա Տեր շնորհակալ եմ իմ բժշկության համար, դա բացում է դռներ, այսինքն ինչ է նշանակում, եթե այդ բանը պետք է չլիներ քո կյանքում, երբ որ դու գոհանում ես, նոր դռներ են բացվում, որ օրհնությունը կա։ Եթե եկել են անեծքները, եթե եկել են, չգիտեմ, դժվարությունները, խնդիրները, դու կանգնում ասում ես Տեր, գոհանում եմ, դու ուղղակի այսպես պատկերավոր ասեմ, բացում ես ներսից մի քանի դռներ, որ օրհնությունները կան, լցվեն քո կյանքի մեջ։ Եվ իհարկե այդ անեծքներն էլ դռներով էլ գնան հեռանան։ Որովհետև ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտովը։ Սրտանց խնդրի Աստծուն։ Սրտանց գոհացիր Աստծուց։ Գիտես, երբ որ ինչ-որ մեկը, ոնց է, որ ասում են, ինչ-որ լավություն ես արել, այն մեկը սկի բանի տեղ չդրեց, ասում են, սկի մի հատ շնորհակալություն էլ չասեց։ Հիմա մի եղիր ապերախտ, գոհացիր Աստծուց, գնահատիր այն ամենը ինչ ունես և կավելանա այն մնացածն էլ ինչի կարիքը որ ունես, ինչը որ չունես, ամեն, հալելույա, գնահատիր, սրտանց խնդրի, ձերի հետ չէ կներեք ես բարի համար, որ հալավ, եղավ, չեղավ դե եսի, չէ, սրտանց խնդրի, հավատքով խնդրի և գոհացի Աստծուց, որ դա կատարյալ ձևով կիրականանա քո կյանքում։ Եվ վերջում նայեք ինչ ասում, և ես կգտնվեմ ձեզ համար, նայեք, կգտնվեմ, շատ լավ բառ է, այսինքն ինքը իրան, ես կգամ, ոնց որ ընդառաջ, որ դու ինձ գտնես, ամեն իրավիճակում, ամեն դժվարություն մեջ, այն սկզբում, որ ասցի հիմա հիշի, քո ասենք այդ անորոշ ինչ-որ մի բան, որ քո աչքի առաջ անորոշ է, խավար է,
չես տեսնում։ Ու հիմա արի մի հատ էլ այսպես անցնեմ ամեն ինչով։ Հիմա մտքումդ պահիր այն, ինչի պատասխանը չգիտես, ինչը քեզ տանջում է, ինչը քեզ ընկճում է, ինչը չի թողնում, որ դու ազատ, չգիտեմ, վայելես ես կյանքը։ Աստված այդ իրավիճակի համար, որ ասում է, որ դու ասում ես չգիտեմ, գուցե ասում է ոչինչ որ չգիտես, որովհետև ամենակարող Տերն է ասում, ես գիտեմ, ոչինչ որ դու դեռ չգիտես, Աստված ասում է, որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, Աստված գիտի այդ խորհուրդները, հիմա այդ քո իրավիճակը պատկերացրու, Աստված ասում է, ես գիտեմ ծրագիր, ինչպես այդտեղից դուրս գանք։ Խաղաղության խորհուրդները, լավ ձևով դուրս գանք եւ ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան եւ հույսը, այդ որ հույսը կտրել ես, ինչա լինելու, ոնց է լինելու, ասում են ընտիր ապագան, բարին, հաճելին ու կատարյալը, ես ունեմ քո համար, ու հույսը, որ դու դրան հասնելու ես, այդտեղ է հույսը պետք։ Եվ դու կկանչեք ինձ, այ հիմա քո սրտով ուղղակի, կանչիր Տիրոջը, կանչիր ասա Տեր, այս իրավիճակի համար, ես հիմա կանչում եմ քեզ Տեր, դու գիտես ամեն բան, կանչում եմ քեզ, ասում եմ եւ կգնաք ու աղոտ կանեք դեպի ինձ, բարձրացրու սրտիդ մեջ, բարձրացրու աղոտ սրտիդ մեջ, քո իրավիճակի համար, արդեն տես, որ Տերը ունի ծրագիր այդ իրավիճակին լուծում տալու համար, եւ ես կլսեմ ձեզ, ամեն, հիմա Տերը լսում է քո սրտի աղոթքը, եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, կորոնես ու կգտնես, կտա Տերը լուծում, կբացի Տերը դռներ, ճանապարհներ, որովհետև ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով, եւ ես կգտնվեմ ձեզ համար, Տերը կգտնվի քեզ համար, ինքը չի մնա ինչ-որ մշուշի հետևը, ինքը չի մնա սարի հետևը, ինքը չի մնա օվկիանոսից այն կողմ, ինքը չի մնա պատից այն կողմ, փակ դռնից այն կողմ, Տերը կգտնվի քեզ համար, Տերը կլինի, Տերը հիմա էլ է, քո առջև կանգնած, քո հետ քայլող, քեզ առաջնորդող, քեզ ուղղորդող։ Հալելույա, եկեք կանգնենք ոտքի եւ աղոթենք։ Ամենակարող Աստված, ահա քո առջև ենք Տեր, գոհությամբ, Տեր, դու տեսնում ես ամեն մեկի սիրտը, դու տեսնում ես ամեն մեկի սրտի փափագը Տեր, ինչպես քո խոսքը եղավ Տեր, հիմա կպիր ամեն մեկին, լսիր ամեն մեկի սրտի աղաղակը, լսիր ամեն մեկի փափագը, բեր քո լույսը մարդկանց կյանքերի վրա, բեր քո լույսը, որի ներքո ամեն խավար կցրվի ու կհեռանա, բեր քո լույսը, որի ներքո ամեն խճճված իրավիճակ ինքը կբացվի, բեր քո լույսը, որի ներքո ամեն մշուշ կցրվի, Տեր գոհանում ենք, որ տալիս ես պատասխան, գոհանում ենք Տեր, որ դու գտնվում ես ամեն մեկիս համար, գոհանում ենք Տեր, գոհանում ենք, որ գտնում ենք քո պատասխանը, գոհանում ենք այն բոլոր մարդկանց համար, որ բարձրացնում ես մեր կողքը, որոնք կկանգնեն, որոնք կօգնեն, որոնք կաջակցեն, որոնք ճիշտ խորհուրդ կտան, որոնք ճիշտ ուղղություն կտան,
մեր կյանքերի իրավիճակների համար։ Շնորհակալ ենք Հիսուս։ Գոհանում ենք քեզանից Տեր, որ դու ես Աստված, որ դու ես ամենակարող, որ չկա մի իրավիճակ, որի համար դու չունենաս քո պատասխանը, քո լուծումը եւ քո ելքը։ Հալելույա Տեր, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք, որ ցույց ես տալի քո փառքը մեր կյանքերում, որ ցույց ես տալի քո ձեռքը մեր կյանքերում, որ ցույց ես տալիս թե ինչքան օրհնված կյանքով են ապրում քո զավակները Տեր։ Հալելույա Հիսուս։ Գոհանում ենք քեզանից, գոհանում ենք ամենակարող Աստված։ Փառք, պատիվ, գոհություն, մեծարանք քեզ Տեր։ Օ Տեր, Տեր, սքանչելի ես դու, օ մեծ ես դու, քո գործերը հրաշալի են։ Օ Տեր, շնորհակալ ենք, հանձնվում ենք քո կատարյալ կամքին մեր կյանքերի համար, որ նա բարին, որ նա հաճելին եւ որ նա կատարյալ է Հիսուս։ Տեր, ապաշխարում ենք, եթե թերի ենք ճանաչել քեզ, ապաշխարում ենք, եթե չենք վախեցել քո խոսքից, քեզանից, ապաշխարում ենք Տեր, եթե անարգել ենք քո կամքը ու քո խոսքը։ Ներիր Տեր, ներիր մեզ քո առատ ողորմությունը թափիր մեր կյանքերի համար, որ եթե ինչ որտեղ սայթակել ենք, եթե ինչ որտեղ հետ ենք կանգնել, բարձրանանք քո փառքի մեջ, բարձրանանք քո ճանաչողության մեջ ու տեսնենք քո երեսը, ամեն ժամանակ տեսնենք քո երեսը մեր կյանքերում Հիսուս։ Գոհանում ենք քեզանից Տեր։ Շնորհակալ ենք Տեր, որ ամեն անգամ տալիս ես հնարավորություն ապաշխարելու։ Շնորհակալ ենք, որ տալիս ես հնարավորություն վերականգնվելու, որ տալիս ես հնարավորություն քեզ նոր ձևով ճանաչելու Տեր։ Տեր, քեզ ենք փափագում, քո ներկայությանն ենք փափագում մեր կյանքերի համար։ Գոհանում ենք Տեր, շնորհակալ ենք Տեր, սքանչելի, մեծ, հզոր, փառահեղ Աստված, շնորհակալ ենք Տեր, օ Տեր, գոհանում ենք քո քաղցր ներկայության համար, որով պարուրում ես մեզ, որով գրկում ես մեզ, շնորհակալություն քո քաղցր ներկայության համար, որի մեջ կոտրվածը կապում ես, վերականգնում ես, որի մեջ վնասվածը շինում ես, քո ներկայության համար, որի մեջ ընկածը բարձրացնում ես ու վերականգնում ես։ Գոհանում ենք Տեր, գոհանում ենք Տեր, քո սուրբ ներկայության մեջ, որի մեջ մեղքը հանդիմանում ես։ Գոհանում ենք քո լույսի համար, որի ներքո ամեն խավար բացահայտվում է։ Գոհանում ենք քո Սուրբ Հոգու ջրերի համար, որոնց մեջ բոլոր ներսրտի հատակին եղած կեղտը բարձանում է վերև ու մաքրվում է Հիսուս։ Հալելույա։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք, որ սրբում ես, որ մաքրում ես, որ նորոգում ես, որ վերակառուցում ես, որ մխիթարում ես։ Հալելույա Տեր, շնորհակալություն քո քաղցր սուրբ ներկայության համար Հիսուս։ Մեծարում ու փառավորում ենք քո սուրբ անունը։ Շնորհակալություն Տեր, շնորհակալություն,
որ գիտենք, որ քո պատասխանը ունենք, շնորհակալություն, որ ճանաչեցինք քո ծրագրերը մեր կյանքի համար, շնորհակալություն քո կատարյալ կամքի համար, մեր կյանքերի համար, Հիսուս, շնորհակալություն Տեր, հալելույա, հալելույա Տեր, շնորհակալություն ես քաղցր ներկայության համար, որի մեջ ամեն մեկը ստանում է իր պատասխանը, որի ներքո ամեն մեղք հանդիմանվում է և որի ներքո գալիս է մխիթարություն, բժշկություն, սփոփանք, շնորհակալություն Տեր, քո քաղցր սիրո ներկայության համար, շնորհակալ ենք Հիսուս, հալելույա, շնորհակալություն, վայելիր Տիրոջ ներկայությունը, որտև Տերը ամեն ժամանակ ուզում է գրկի իր բոլոր զավակներին, իր քաղցրությամբ, իր սիրով, շնորհակալ ենք Տեր, թող ամեն ժամանակ քո երկյուղը էլ ավելի մոտեցնի մեզ դեպի քեզ, թող ամեն ժամանակ քո սերը կանգնեցնի մեղք գործելուց, թող ամեն ժամանակ քո քաղցրությունը հեռացնի ցանկացած դառնություն մեր կյանքերից, շնորհակալություն Տեր Հիսուս, հալելույա, մեծ Աստված, սքանչելի, փառահեղ Աստված, շնորհակալություն Հիսուս, հալելույա, 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 Տերն ասում է, որովհետև ես գիտեմ, որովհետև ես գիտեմ, ոչինչ, որ դու դեռ չգիտես, բայց Տերն ասում է, որովհետև ես գիտեմ, Տերը գիտի, Տերը ունի, ու Տերը հայտնելու է, Տերը գտնվելու է քեզ համար, քո կյանքում, քո ընտանիքում, Հիսուս Քրիստոսի զորավոր ու փառավոր անունով, հալելույա, եկեք մեծարենք մեր Տիրոջը, հալելույա Տեր, փառք ես Տեր, քո խոսքի համար, որ խոսեցիր ամեն մեկի սրտի մեջ, շնորհակալություն քո պատասխանի համար, հալելույա, փառք Աստծո, ուզում եմ մի հարց տալ, ունենք մարդ, որ այսօր առաջի անգամ այստեղ մեզ մոտ